Ողջույն, եթերում Կիրակին է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Անցած շաբաթ Հայաստանի ներքաղաքական դաշտը կարծես սպասողական ռեժիմում էր։ 7 օր առաջ էջմիածնում տեղի ունեցածից հետո կողմերը կարծես դադար են վերցրել։ Անաղմուկ չի անցնում նաև իշխող կուսակցության նախընտրական ցուցակի ձևավորումը։ Անցած շաբաթ նաև կառավարությունը կարևոր որոշումներ կայացրեց Ղարաբաղից տեղահանվածներին սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ։ Հասկանանք ինչ ծրագրերի մասին է խոսքը։ Մեր հյուրն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իշխող կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը, բարև ձեզ պարոն նախարար։ Սկսենք քաղաքական հարցերից, անցած շաբաթը ևս ցույց տվեց, որ եթե եկեղեցու շուրջ ինչ-որ բան չի կատարվում, կարծես քաղաքական կյանքը Հայաստանում մեռած է։ Հիմա ինչ ունենք, իշխանությունները մեղադրում են Գարեգին երկրորդին կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, օտարերկրյա լեյտենանտներին ծառայելու մեջ, տեսանք, որ 7 օր առաջ հայաստանյան եպիսկոպոսներից ոմանք հրաժարականի պահանջով այսպես թուղթ ներկայացրեցին վեհարան, Գարեգին երկրորդը կոչ արեց նրանց վերադառնալ կանոնական դաշտ, հիմա ինչ է մեզ սպասում, դուք ինչ ծրագիր ունեք։ Անձամբ ես շատ ծրագիր չունեմ, բայց ես քաղաքական առումով կարող եմ մեկնաբանել տեղի ունեցողը, տեսեք, շատ պարզ է ամեն ինչ, եթե այոների կամ ոչերի հաջորդականությամբ գնանք, ամեն ինչ բոլորի համար շատ պարզ է եւ ես զարմանում եմ, երբ դեռ հարցեր են մնացել։ Հիմա կան այդ կանոնները, թե չկան եկեղեցում։ Եթե կան այդ կանոնները, ապա ամեն ինչ շատ պարզ է։ Եթե կանոններ չկան եւ այսպես ասած կռիվ է առանց կանոնների, հա անվերջ կարող է այդ կռիվը շարունակվել, բայց եթե կանոններին ենք վերադառնում կամ արմատներին, հա, եթե եկեղեցական որոշակի մակարդակի սպասավորներ, հա, չպետք է ինչ-որ բան արած լինեն, բայց արել են, դա պետք է ունենա հետևանք եւ եպիսկոպոսների հայտարարությունը հենց դրա մասին է, որ Գարեգինն է կարծես թե Կտրիչ Ներսիսյանն է կարծես թե խախտել այդ կանոնները եւ ոչ թե հակառակը եւ կոչ անել մյուս կողմին վերադառնալ կանոնական ինչ որ հարթություն զավեշտալի է պարզապես։ Տեսեք, բայց մյուս կողմը սա անցալում է եւ հանրության մեծ մասն էլ որպես քաղաքական պայքար, ասում են իշխանությունները իշխող ուժը քայլեր է անում, մյուս կողմը իր քայլերն է անում եւ իրավիճակը տեղից չի շարժվում։ Գիտեք, ինձ թվում է շարժվում է, սկսենք դրանից, որտեվ երբևէ չի եղել, ես ամեն դեպքում չգիտեմ, երբ որ եկեղեցու այսքան բարձրաստիճան եւ այս թվով սպասավորներ պահանջեն գործող կաթողիկոսի հրաժարականը, որը ըստ էության մի մարդ, որը իրավունք էլ չուներ կաթողիկոս դառնալու եւ շարունակել մնալու եւ այդ առումով կարծում եմ իրերը իրենց տեղից շարժվում են, հա, բայց ակնկալել, որ ինչ որ կտրուկ գործողություններ կամ դա ինչ որ արագ զարգացում, ես ինքս օրինակ նման բան չունեմ ակնկալիքներ եւ ես էլ եմ իրականում այս ամեն ինչին նայում քաղաքական տեսանկյունից եւ սա սկսվել է շատ վաղուց, եթե մի քիչ ավելի հետ գնանք, հա, եկեղեցու քաղաքականացումը, ըստ էության եկեղեցին իրեն հիմա դիրքավորել է, չասեմ ամբողջ եկեղեցին, Կտրիչ Ներսիսյանի կողմից ղեկավարվող, հա, խմբավորումը այնուամենայնիվ որպես քաղաքական կուսակցություն։ Մենք ուղիղ իմաստով։ Այո, պարոն նախարար, մենք այդ հարցին դեռ կանդրադառնանք, բայց հարցը այսպես ավելի պարզ տամ, ավելի ուղիղ տամ։ Մենք տեսնում ենք, որ նախաձեռնող կողմը այս պարագայում իշխանություններն են, ինչ որ քայլեր են արվում, հիմա իրավիճակը այնպիսին է, ինչպես, հա, մենք գիտենք, նոր քայլեր պետք է սպասել այս ուղղությամբ։ Տեսեք, ես ինքս ամենաճիշտ մարդը չեմ այդ հարցին պատասխանելու։ Բայց դուք վարչության անդամ եք, գուցե այս հարցը քննարկվում է վարչությունը։ Չէ, սովորաբար չեն քննարկում այս հարցերը, որտեղ վարչապետը սրա մեջ նաև հոգևոր տարերը տեսնում ես ամեն ինչի մեջ եւ ինքը այդ տրամաբանությամբ է շարժվում առաջ եւ նաեւ այդ Կիրակնորիա պատարակների իր կողմից մասնակցելը դրանք զուտ ձևականություններ չեն եւ սա յուրաքանչյուր մարդու որոշելիքն է, այդ թվում այնտեղ գտնվող ցանկացած մարդու։ Պարոն Թորոսյան, կաթողիկոսի հետ հնարավոր է փոխհամաձայնության հասնել, թե կարծում եք
Հաշտություն կնքել։ Չէ, բայց ինչ ես նորից եկեք վերադառնանք խոսակցության, ինչի շուրջ հաշտություն կնքել։ Եթե կա հայ առաքելական եկեղեցի իր հետևորդներով, հա, դրանք 100,000-ավոր մարդիկ են, եթե ոչ միլիոնավոր։ Եվ այդ հետևորդները կարծում են, որ մի մարդ, ով զբաղեցնում է այդ պաշտոնել չի նույնիսկ, հա, եկեղեցուն կամ այդ չգիտեմ, այդ պաշտոնը, հա, գահը, իրավունք չունի այնտեղ գտնվելու։ Իշխանությունները ինչ գործ ունեն բանակցելու այդ մարդու հետ։ Այստեղ բացարձակ իշխանության եւ եկեղեցու հարց չի, եւ բանակցել ինչի շուրջ։ Նախկինում տեղի ունեցած մի երևույթ չեղարկելու, հա, որ նա ունի երեխա, որը իրավունք չուներ ունենալու։ Ես կարծում եմ, որ այստեղ բանակցելու բացարձակ ոչ չկա, այսքան նախ օրակարգ չկա բանակցելու եւ նաեւ իմաստ չկա։ Պարզապես պետք է այդ նորոգման process-ը, որին հավատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետք է տեղի ունենա։ Եկեղեցու նորոգման։ Այո։ Տեսեք, անցած շաբաթ հյուրընկալել էինք Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանին եւ նա քննադատեց իշխանություններին, ձեզ ասաց. Գիտեք, սահմանադրությունը չի արգելում կաթողիկոսին զբաղվել քաղաքականությամբ։ Մենք գիտենք Հայաստանի օրենքները, սահմանադրությունը ում է արգելում զբաղվել քաղաքականությամբ, անգամ ասեց, ինչու ոչ կաթողիկոսը իրավունք ունի անգամ ընտրվել վարչապետ, թեև ասեց, որ ինքը դեմ է անձամբ դրան, քաղաքական աբսուրդ կլինի։ Եվ ինչ վերաբերում է ռուսահայոց թեմի առաջնորդի, հա, KGB գործակալ լինելուն, որի վերաբերյալ այսպես տեղեկատվություն փաստաթուղթ հրապարակվեց, ինքը ասաց անհասկանալի է, թե ինչու է Հայաստանի ԱԱԾ-ն գաղտնազերծում իր գործակալներին։ Ինչու է գաղտնազերծում Հայաստանի գործակալներին։ Երկրորդ հարցի պատասխանում այդ վարչին իսկ ով ասաց, որ նա ԱԱԾ գործակալ է։ Նա եղել է սովետական միության գործակալ իր այդ գործով անձնական եւ հետաքրքիր է Զուրաբյանի իհարկե այդ մեկնաբանությունները, որ համարում է, որ հայկական ԱԱԾ-ն ռուսական խորհրդային KGB-ի իրավահաջորդն է, ինչը այդպես չէ։ Բարեբախտաբար այդպես չէ, թեև իրենք կարող է իրենց ժամանակ այդպես է եղել եւ կարող է իրենք ուզում են, որ այդպես դառնա, նաեւ հասկանալով իրենց ուղղվածությունները, հա, տենց երևի նոստալգիան սովետական միության նկատմամբ, բայց անդրադառնա եւ գաղտնազերծել է հավանաբար նաեւ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, հա, որտեվ չի կարող դա ազդեցություն չունենալ նաեւ այս նախորդ հարցի մեր քննարկման կոնտեքստում։ Եկեղեցու շուրջ իրավիճակը։ Որտեվ փաստացի ես շատ եմ ասել, եկեղեցուն փաստացի կլան է գործում եւ եթե մենք տեսնում ենք տարբեր բարձրաստիճան եկեղեցականներ նաեւ փոխկապվածությունը կտրիչ Ներսիսյանից, այնտեղ կան ինչ որ բաներ, մորաքրոջ, հորաքրոջ, քերու տղաներ եւ այլն, որոնք ըստ էության տարբեր թեմերի առաջնորդներ են եւ էսել եւ Ռուսաստանի թեմա ամենամեծ թեմերից է, եթե ոչ ամենամեծը, հա, Սփյուռքում գործող է, այդպես ասենք։ Իսկ ինչ վերաբերում է կաթողիկոսի քաղաքականությանը, բայց մենք էլ ենք նույն բանը ասում, ես ուրախ եմ, որ Զուրաբյանը փաստորեն ընդունում է այդ ամեն ինչը, որ եկեղեցին կամ առնվազն եկեղեցականների մի խումբ կտրիչ Ներսյանի գլխավորությամբ զբաղվում է ուղղակիորեն քաղաքականությամբ, ավելին նրանք սկսել են զբաղվել քաղաքականությամբ շատ վաղուց, պահանջելով հենց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը հետպատերազմական ժամանակաշրջանում։ Եվ եթե այդպես է, մենք էլ իրենց վերաբերում ենք որպես քաղաքական ուժի, հա, եւ քաղաքական պայքարի մեջ ենք մտնում այդ քաղաքական ուժի, եթե դա այդպես է։ Մեր շատ գործընկերներ կարծում են, որ դա սխալ է, որ եկեղեցին պետք է լինի ապաքաղաքական, որտեղ ունի ուրիշ առաքելություն, հա, հոգևոր առաքելություն, նույնիսկ եթե ասում ենք դա ազգային եւ ավելի համազգային, հա, առաքելություն ունի, դա էլ շատ ավելին է, շատ ավելի մեծ է, քան զուտ ներքաղաքական մեր օրակարգը։ Եվ այս տեսանկյունից նրանք պետք է չնեղանան, որ քաղաքական իրենց գործունեության ստանում են քաղաքական, հա, պատասխան, սկսած իրենց հայտարարություններից, ել չեմ ասում որոշ եկեղեցականների, չգիտեմ, բռնի իշխանազավթման փորձերը, որը ես միշտ ասել եմ, որ փաստորեն տեղի է ունեցել բարձր հովանու ներքո նույն կտրիչ Ներսիսյանի, հա։ Իսկ դուք կարծում եք, երբ որ Շիրակի թեմի առաջնորդը հայտարարեց այդ մասին, դա կաթողիկոսի
ուղղորդմամբ էր, հովանում ներքո էր։ Թողտվությամբ առնվազն ասեմ ինչու, որտեվ եթե նման հայտարարություն է անում նման բարձրաստիճան եկեղեցական եւ դրան չի հետևում որևէ արձագանք, քննադատող արձագանք, առնվազն կամ նույնիսկ այդ որ բանն է անում, հեռացնում են եկեղեցուց ոնց է դա կոչվում, կարգալույծ լինելու process եւ նույնը իդեպ եղավ Բագրատ կամ Վազգեն Գալստանյանի հետ, երբ որ նա սկսեց քաղաքական պայքար, ինչ որ մեխանիզմ հորինեցին, սառեցին եւ չհեռացրեցին նրան, այսինքն հետեւաբար նրանք կողմ են այդ ամեն ինչին։ Այսինքն երբ որ խոսք գնաց իշխանության բռնի զավթման մասին, Շիրակի թեմի առաջնորդը նման խոսույթ օգտագործեց, այդ հայտարարության հետևում դուք տեսնում եք Գարեգին երկրորդին։ Ես առնվազն կարծում եմ, որ կա լուր համաձայնություն այդ ամեն ինչին, որովհետև եթե չլիներ դա, պետք է լիներ բարձրաձայն արձագանք, որ դա անընդունելի է, որևէ բռնի զավթելու կոչ կլինի պետության կամ ընդհանրապես որևէ բռնության կոչ, հա, հասկանում եք, բայց տեղի է ունենում հակառակը լուր համաձայնություն եւ նորից եմ կրկնում, սա առաջի դեպք չէ, կոնկրետ Աջապահյանը մի քանի անգամ է դրա մասին ասել եւ դրան է նախորդել էր նաեւ Գալստանյանի քաղաքական պայքարը, նույնիսկ մի հանդիպման ժամանակ մի հանրահավաքի ասում էր, որ ինքը բերել է նաև Կտրիշ Ներսիսյանի օրհնանքը կամ տենց մի բան հիշում եմ, ու երբ որ հետ են գնում, դա նույնը տեղի էր ունենում 21-ի նախընտրական քարոզարշավին, Գալստանյանը մասնակցում էր Քոչարյանի ցույցերին ու բերել էր էլի կաթողիկոսի, այսինքն ակնհայտ է այդ ամեն ինչը, ու շատ հրաշալի է, որ ընդդիմադիր գործընկերները դա ընդունում են։ Անթորոսյան, մենք տեսնում ենք, որ իշխող ուժի նախընտրական ցուցակում, այսպես ասած, մամուլում հայտնված տեղեկությունների կարծես նոր մարդիկ են հայտնվելու, գործող падգամավորներից ոմանք արդեն ասել են, որ իրենց չեն տեսնում ազգային ժողովում, մյուսներին ԿՊ վարչությունը, ինչպես տեսնում ենք, մերժում է, որպեսզի նրանք տեղ զբաղեցնեն նախընտրական այդ ցուցակում։ Ես ուզում եմ հասկանալ, քաղաքացիական պայմանագրի ղեկավար կազմը դժգոհ է իր գործող այսպես падգամավորների գոնե մի մասից եւ մտադիր եք փոխել կազմը։ Ես հարցը այդպես չէի ձևակերպի, ես կձևակերպեի այսպես, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դինամիկ զարգացող կուսակցություն է եւ միշտ դիտարկում է թարմանալու եւ նաեւ հետ նայելու այդ սկզբունքը, այսինքն մենք բաց թափանցիկ ամեն ինչի մասին հայտարարել ենք շատ տարբեր այլ կուսակցություններից ի տարբերություն այդ կուսակցությունների եւ ուզում ենք ցույց տանք, որ մենք այդ ամեն ինչը ինչպես մեր կառավարումը ընդհանրապես երկրի, նաեւ կուսակցության կառավարումն էլ ենք հանդրության հետ կիսում, թեև կարող էինք չանել, այսինքն ոչ մի օրենքով մենք պարտավոր չէինք այդ ամեն ինչը անել նման հրապարակային կամ նույնիսկ հրապարակային հայտարարություն դնել, որ կարող են եւ կուսակցականները եւ նաեւ ոչ կուսակցականները, բայց կուսակցության վարչության երաշխավորությամբ դիմել եւ դառնալ ցուցակում որպես տեխնացու, իհարկե համաժողովը կորոշի եւ մենք կորոշենք որ տեղում, հա։ Եվ ես կարծում եմ, որ սա նաեւ քաղաքական նոր մշակույթ ձևավորելու տեսանկյունից շատ կարեւոր քայլ է եւ կոչ եմ անում նաեւ մյուս կուսակցություններին էլ այդպես վարվել, ցույց տալու համար, որ իրենք էլ են ժողովրդական, հա, ոչ թե պարփակված, փակ եւ միայն ներքին որոշումներ ընդունող եւ այո, կարող են լինել եւ նոր գործընկերներ եւ որոշ գործընկերներ էլ կարող են հեռանալ ինքնակամ կամ մեր որոշման, որովհետև քննարկումների ժամանակ բազմաթիվ ասպեկտների ենք մենք անդրադառնում եւ դրանք ֆիկտիվ քննարկումներ չեն, մենք այս երկու շաբաթը գրեթե տուն չենք գնում, դրանով ենք զբաղվում։ Պարոն Թորոսյան, եթե առաջիկայում խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքացիական պայմանագիրը վերստին ստանա կառավարություն կազմելու իրավունք, կառավարության գործող կազմը շատ է փոխվելու։ Դժվար է հիմա նման հարցի պատասխանել շատ կամ քիչ, բայց դա բնական գործընթաց է ինքնին եւ հետընտրական, այսինքն կառավարություն ոչ թե փոխվելու է, նոր կառավարություն պետք է ձևավորվի։ Ուրիշ բան, որ անձերը կարող են լինել նույնը կամ կարող են փոխվել անձերը եւ փոփոխություններ կարող են լինել նաեւ ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում։ Դրան էլ է պետք բնական նայել։ Սպասվում է այդպեսի։ Չէ, դե ասենք հիմա օրինակ ես նշանակվել եմ 4 ամիս առաջ, որևէ ընտրություն բան չի եղել, որտեվ կար փոփոխության անհրաժեշտություն նշանակվում էր իմ
նախկին գործընկերը դեսպան եւ տեղ էր ազատվում եւ եղել են նաեւ պաշտոնանկություններ եւ նշանակումներ, դրան էլ է պետք նորմալ նայել ընդհանուր կառավարության գործունեության տեսանկյունից եւ հետընտրական փուլում էլ իհարկե լինելու են նոր նշանակումներ, կարող են լինել նաեւ փոփոխություններ։ Դուք ձեզ տեսնում եք խորհրդարանում թե գործադիր իշխանության։ Ես բնույթով ավելի գործադիր մարդ եմ, բայց խորհրդարանում էլ ինձ ված չէ զգում, եթե այսպես ասեմ, բայց դա նախ վարչապետի որոշումն է նշանակել նախարարներ, վարչապետը կորոշի ով որտեղ կլինի առնվազն նախարարների մասով եւ մենք էլ ընդհանուր վարչությունով սովորաբար նման հարցերը քննարկում ենք, բայց այսինքն էլի որևէ խնդիր չեմ տեսնում որևէ տեղում լինելու առումով։ Անցած շաբաթ կառավարությունը մի շարք ծրագրեր ընդունեց Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության, ինքնազբաղվածության խթանման վերաբերյալ ծրագրերից մեկի համաձայն կառավարությունը որոշ խմբի մինչև 10 տարի բնակվարձն է այսպես փոխհատուցելու, մյուսներին բիզնես ուսուցում է նախատեսված, բիզնես վարկեր մինչև 2 միլիոն դրամի սահմաններում։ Խնդրում եմ ձեզ մի փոքր պարզ լեզվով կներկայացնեք այդ ծրագրերի էությունը։ Տեսեք, իմաստը հետևյալն է, այդ երկարատև վարձակալության հատկապես մենք ունենք Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներ, որոնք նույնիսկ եթե շատ ուզենան, դժվարանալու են մեր տված հավաստագրերով տուն ձեռք բերել, որովհետև փոքրաթիվ են ընտանիքի անդամները, այսինքն մեկ հոգանոց ընտանիքներ կարող են 2 հոգանոց, 3 տարիքով մեծ ընտանիքներ են, այսինքն օրինակ շատ երեխաներ չլինեն կամ երեխաներ ընդհանրապես չլինեն, հաշմանդամություն ունեն խորը կամ ծանր աստիճանի առաջին եւ երկրորդ կարգի մասն է խոսքը, որոնք որ ըստ էության իրենց այդ նույնիսկ ամենաբարձր գնով հավաստագրի այդ որևէ համայնքում կդժվարանան բերել, բայց այդ քաղաքացիների հարցերով մենք նույնպես պետք է զբաղվենք, ճիշտ է։ Պետությունը իրենց ասում է ես ձեր բնակվարձը 10 տարի կտամ։ Ես ձեր բնակվարձը առնվազն 10 տարի կտամ, կհաշվառեմ սոցիալական բնակարանային ֆոնդի հերթացուցակում եւ երբ կունենամ նաեւ սոցիալական բնակարան այս կամ այն համայնքում մոտիկ իր ապրելու վայրին, որովհետեւ չի լինելու այնպես, որ քաղաքացին ապրի միտեղ, մենք իրեն 100 կիլոմետր հետո տուն առաջարկենք, այլ մոտիկ տան մաս, որտեղ աշխատանք, չգիտեմ, կենսագործունեություն, սոցիալիզացիա, այլ ծառայություններից օգտվել, բժշկական կենտրոն եւ այլն, իրանք կտեղափոխվեն սոցիալական բնակարան, որտեվ այլ պարագայում այս քաղաքացիները պարզապես կմնան ինչ որ առանց աջակցության։ Եվ սա համադրելով նաեւ մյուս մեր աջակցության ծրագրերի հետ, որը մենք երկարացրեցինք 1 տարով, դա այդ կեցության եւ բնակվարձի մասնակի փոխհատուցման 30,000-ների ծրագիրներ, հրատապօգնության 40+10,000-ների ծրագիրներ, կարծես թե մենք երկարաժամկետում լուծում ենք նաեւ այս տիպի քաղաքացիների հարցը, բայց միևնույնն է մենք խրախուսում ենք ավելի շատ հավաստագիծ ստանալը, որովհետև հավաստագիծ ստանալով նրանք կայուն իրենց սեփական տունակ ունեն։ Մենք հավաստագրից դեռ խոսենք, իսկ բիզնես խթանման ծրագրերը տեսեք ինչու արեցինք։ Նախ մենք ունենք հիմա էլ մի հատ զբաղվածության ծրագիր Ղարաբաղից տեղահանվածներով, որը հենց հիմա կրկին մոդիֆիկացնում ենք եւ նորից կընդունենք, ավելի լավացնում ենք։ Մենք ունենք նաև մեր հետազոտություններն ու վերլուծությունները եւ տեսնում ենք, որ հիմնականում հավաստագրեր ստանում եւ իրացնում են այն քաղաքացիները, ովքեր ունեն զբաղվածություն, որտեղ դա բնական է։ Ինչու՞։ Հաճախ քաղաքացիները նաև ավելացնում են վարկ այդ մեր տված հավաստագրի վրա իրենց կամ սեփական ունեցած խնայողությունները կամ հավելել վարկ են վերցնում, ավելի մեծ տուն են գնում կամ ավելի մոտիկ տեղ են այդ տունը գնում Երևանին եւ այդ կապը ակնհայտ է, այսինքն եթե կա զբաղվածություն, հավաստագրի վերցնելով իրացնելու հավանականությունը շատ բարձր է եւ դրա համար մենք այս զբաղվածության ծրագիրը նաեւ ինքնազբաղվածության ներ ենք դնում, որը էլի ուղղակիորեն կապված է բնակապահովման ծրագրի։ Եթե դրանից կարող են օգտվել միայն այն քաղաքացիներ, ովքեր ունեն հավաստագիր։ Այո, այսինքն եթե դիմել է բնակարան գնելու համար եւ ուզում է իր բիզնեսը բացել, կարող է դիմել նախարարություն հասկանալու թե ինչպես կարող է այդ գրանտը ստանալ կամ ուսուցման կոմպոնենտ կա, ուղեկցման կոմպոնենտ կա եւ կապիտալ ներդրման, եթե ինչ որ սարքավորումներ են պետք ձեռք բերել։ Պարոն նախարար, տեսեք, ձեր ներկայացրած տվյալների համաձայն այս պայդրությամբ մոտավորապես 4000 ընտանիք է Ղարաբաղից տեղահանվածների մասին է խոսքը դիմել հավաստագիր ստանալու համար, մոտավորապես 15600 հոգի, հա։
Ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն մոտավորապես այդքան էլ ստացել են արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչը պարտադիր պայման է հավաստագիր ստանալու համար, եւ ԱԱԾ ներկայացրած տվյալների համաձայն նոյեմբերի դրությամբ մոտավորապես այդքան Ղարաբաղից տեղահանված է, լքել է, հեռացել է Հայաստանից։ Այդ թվերը նույնն են հետաքրքիր կերպով, բայց մենք տեսնում ենք, որ Ղարաբաղից տեղահանված մարդիկ տոկոսային հարաբերակցությամբ բավականին քիչ են դիմում հավաստարագիր ստանալու համար։ Կարող է պատճառը նա է, որ ինչպես հայտնի է, այդ գումարները այդքան էլ մեծ չեն բավականացնում, որպեսզի Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցները կարողանան իրենց համար տուն գնել Հայաստանի որևէ անկյունում։ Տեսեք, նախ գումարները բավական ողջամիտ են եւ հատկապես երբ որ նայում ենք ըստ տարբերակման, որտեղ որ ինչքան է, այսինքն գիտեք մենք ունենք 3, 4 եւ 5 միլիոն դրամանոց հավաստագրեր եւ մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ 1700 մոտ ընտանիք արդեն իրացրել է եւ այնպես չէ, որ հնարավոր չէ դրանք իրացնել, այսինքն մոտ 4000-ը վերցրել են, մոտ 1700-ը արդեն իրացրել են եւ մենք նաեւ գիտենք, որ կա բավական մեծ հերթ քաղաքացիություն ստանալու, դա ինչ որ դեպքերում բավական ժամանակ է տևում եւ դրանից հետո նոր կարողանում են դիմել, բայց դե պակաս կարեւոր չեն երկու գործոն, ինձ թվում է։ Առաջի գործոնը դա այդ տեղեկատվական տերորն է, որին ենթարկվում են մեր հայրենակիցները, որ քաղաքացիություն ստանալը իրենց զրկելու է ինչ որ այլ իրավունքներից, որ քաղաքացիություն ստանալով իրենք ավելի շատ պարտականություններ են ձեռք բերում, քան իրավունքներ։ Եվ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ որոշ մեր հայրենակիցներ տրվում են, այդ կամ ենթարկվում են այդ մանիպուլյացիաներին եւ իրենց որոշման մեջ հապաղում են, թեև վստահ են, որ ինչ որ մի օր այնուամենայնիվ այդ որոշումը ընդունելու են։ Եվ կարծում եմ, որ նաև քաղաքական կայունությունից ելնելով են դա ընդունելու, հատկապես ընտրություններից հետո։ Գրեթե վստահ են, որ դրանից հետո կտրուկ աճ են ունենալու։ Բայց կա նաև երկրորդ գործոնը, որը շատ ինդիվիդուալ է, ամեն քաղաքացի ինքն է որոշում։ Դու գիտեք, որ քաղաքացիություն ստանալու դեպքում նաև դու նաև պարտականություններ ես ստանձնում, այդ թվում երեխաների, տղա երեխաների մասով բանակում ծառայելու, եւ ինչքան էլ որ ցավոտ լինի սրա մասին խոսելը, մենք պետք է խոսենք դրա մասին, որ ես կարծում եմ, որ այդտեղ էլ խնդիր ունենք, այսինքն շատ մեր հայրենակիցներ չեն ուզում որ դա այդպես լինի, որ իրենց տղաները գնան հայկական բանակ, որ դառնան զինապարտ, որ ոնց որ ասենք իմ որդին զինապարտ է իր ծնված օրվանից, որտեղ ծնված օրվանից Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Եվ այստեղ էլ եւ խաղաղությունը եւ կայունությունը եւ նաեւ մեր երկրի զարգացումը կբերի կարծում եմ փոփոխություններ, բայց այստեղ նաեւ էմոցիոնալ պահ կա, որի մենք չենք կարող իհարկե հաշվի չառնել, ընդհանուր իրավիճակը հաշվի առնելով, թե ինչի միջով են իրենք անցել։ Ես կարծում եմ, այս մի քանի գործոններ կան, չի բացառվում նաեւ իհարկե ծրագրի փոփոխությունների դեպքում որոշակի աշխուժացում, ինչի մասով մենք զբաղվում ենք։ Մենք այս ընթացքում ենք բազմաթիվ փոփոխություններ արել։ Հնարավոր է գումարները օրինակ ավելանան։ Այս պահին նման բան չեմ կարող ասել, որտեվ նման որոշում չունենք, որտեվ գիտեք, այստեղ բան կա էլի, երկկողմանի փայտ է, որտեվ գումարների ավելացումն էլ ինֆլյացիայի է բերում։ Այսինքն մենք գումարն ենք ավելացնում, տուն վաճառողները տունն է թանկացնում։ Այնպես չի, որ իրանք դա ու մենք դա հիմա տեսնում ենք։ Մեզ գալիս ասում են, գիտեք, ես եթե այս ծրագիրը չլներ 2 տարի առաջ, օրինակ Երևանա Մերձմի համայնքում տունը կարող էի գնել $10,000, ենթադրենք կամ լավ 10 միլիոն դրամով։ Հիմա որ այդ ծրագիրը կա, նույն տունը ու այլ աշխուժացում չկա, ասենք տարել է 13-14 միլիոն դրամ, ու ակնհայտորեն երբեմն նաև վաճառողները իմանալով, որ սա հենց այդ տիպի գործարք է դառնալու, ավելի շատ են գին ասում։ Պարոն նախարար, եթե այդ գումարը դուք դիմեիք, դուք կարողանաք այդ գումարով Հայաստանի որևէ շրջանում նորմալ տուն վերցնել կամ կառուցել։ Այն գումարները, որ մենք ավելի բարձր ենք դրել, ավելի հեռավոր տեղերում, այդ գումարով հնարավոր է այդտեղ տուն ձեռք բերել եւ մենք նաեւ ունենք վիճակագրություն, որ հիմնականում բազմանդամ ընտանիքներ են եւ բազմանդամ ընտանիքներով են ձեռք բերում, այսինքն 5-6 հոգանոց ընտանիքով, ասենք պատկերացրեք 25-30 միլիոն դրամով հնարավոր է տուն գնել։ Այստեղ այլ հարց կա, որ հաճախ քաղաքացիները, հայրենակիցները մեր նախընտրում են լինել Երևանին մոտ
տարբեր պատճառներով եւ քաղաքային միջավայրն է իրենց դուր գալիս եւ զբաղվածությունը ստեղ ավելի բարձր է, բայց նաեւ աշխատավարձերն էլ են ստեղ բարձր, հա, հասկանում եք, այդ վիճակագրություններ ունենք, ասենք Երևանի ու Վանաձորի աշխատավարձերը ակնհայտորեն տարբեր են, կամ չգիտեմ, Գավառի օրինակ, եւ այստեղ էլ հնարավորություն է իրանց այդ հավելյալ վարկ ներգրավելով ձեռք բերել եւ մենք տեսնում ենք, որ հիմնական իրացվող զոնան դա Երևանն է եւ Երևանամերձ տենց շրջանակը, որը նաեւ թույլ է տալիս, եթե դու օրինակ ապրես, չգիտեմ, Վաղարշապատում կամ Արմավիրում, բայց աշխատես Երևանում, դա էլ է հնարավոր։ Էդ էլ ենք դիտարկում, իհարկե հիմա չասեմ ոչ մի բան, բայց ամենօրյա մոնիտորինգի տակ ենք եւ ես արդեն ասացի, ոչ ֆինանսական բաներ մինչեւ հիմա արդեն փոխել ենք բազմաթիվ կետերով, հեշտացնելով, այսինքն մի բան ենք արձանագրում, զգում ենք, որ դա խոչընդոտում է, թեկուզ մեկ ընտանիքի կամ լավ 10 ընտանիքի դա փոխում ենք, չի բացառվում, որ էլի վերանայումներ լինել, բայց այս պահին նման օրակարգ չկա, հենց այս պահին։ Աննախարար շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ հյուրընկալել էինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին, կհանդիպենք։